Հարգելի գործընկերներ, հարգելի Տիկին Գասպարյան, կներեք ձեր ChatGPT-ի փաթեթը ինչ է։ Կարող է պրոն, որ առնեք ChatGPT-ի օրինակ, մինչև 2016 թիվ հետ գնա ու ասի, որ 2016-ին էլ է պատերազմ եղել, թե հետ չի գնում։ Բայց որ ասեցիք, էլի, ասեք ChatGPT-ին հարցրել են, պատերազմներ երբ են եղել, ասեց 20 թվին ճիշտ է, 21, 16 թիվը չասեց։ Ձեր ամբողջ քաղաքականությունը դրա մասին է, ժողովուրդ ջան, 18 թվից առաջ ձեր համար կյանք չի եղել։ Ասում է, անվճարունակ էիք այն ժամանակ։ Այդ որպես տենց վիրավորանք է, որպես տենց փորձում են խոցեն, էլի, հասկանում եք, ասում է, դուք անվճարունակ էիք այն ժամանակ։ Հարգելի գործընկերներ, մեծ հաշվով Հայաստանի Հանրապետությունում աշխատող, նորմալ, տենց ինչ-որ միտեղ ենթադրենք ուսուցիչ աշխատող, չգիտեմ, նույնիսկ տեղ-տեղ գուցե դասախոս աշխատող մարդ է, օրինակ, պարոն Վարդևանյան, ձեր փաստաբանական ծառայությունը մի գործի շրջանակներում ինչքան է կազմում։ Ասենք, նայում եմ 40 միլիոն անցած տարի ստացել եք, հիմա ես հասկանում եմ, ինչ պետք է աշխատենք, որ կարողանայինք պարոն Վարդևանյանին, օրինակ, ինչ-որ մի գործի շրջանակներում ներգրավեինք։ Եղել է շատ դեպքեր է եղել, դատի են տվել, բան են արել, փաստաբանական ծառայությունների վճարների թիվն ենք նայել, այն ամենամեռածը, ամենակիչը 700,000 դրամից է սկսել մի գործի շրջանակներում, 700,000 դրամից, ասում է, մեր բանը, քաղաքացիներին ստիպում եք, որ ավել վճարեն, չի ասում, որ 700,000 դրամ փող են ստացել մի գործի շրջանակներում, 5% հարկ են վճարել, երբ որ մարդը ասենք 150,000 դրամով ինչ-որ աշխատանք արել, բայց 20%-ից ավել է վճարել, ասում է, ստիպում եք, որ քաղաքացիները ավել վճարեն, եղի են քաղաքացիները ավել վճարում, ուղղակի դա ավելի շատ հարկ տվեք, խեք գինը բարձրացնում, ասենք 700,000 դրամը քիչ է, հարգելի գործընկերներ, ամենայն հարգանքով եւ պարոն Ֆարմանյան, այդքան խոսացիք, մի վարքյան ձեզ չընդհատեցի։ Պարոն Ֆարմանյանը բան է անում, ասում է, եռապատերազմի կուսակցություն, նոր բան են գտել, փորձում են տես պրոյեկտ են, բայց շատ լավ, հարգելի գործընկերներ, ուզում եք իմանաք դուք ինչի կուսակցությունն եք։ Եկեք ձեզ ասեմ դուք ինչի կուսակցություն եք, բայց դա ասելու համար նախ եկեք ֆիքսենք, որ դուք նոր հանրապետական կուսակցությունն եք։ Պարոն Կարապետյան, որ այստեղ նստած եք, օրինակ ձեր հայրը հանրապետական ֆրակցիայի ղեկավարներով կարծեմ ստեղ էր նստում, եթե չեմ սխալվում։ Հետո որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Պարոն Դարփինյանի հայրը Վանաձորի նախկին համայնքապետն է, ճիշտ է, պարոն Սուքիասյան, դուք կապ ունեիք, չէ՞, չունեիք, շատ լավ։ Պարոն Թամրազյանը կարծեմ հանրապետական կուսակցության հետ կապ ունեցել է։ Տիկին Սյուզան Ավետիսյանը կարծեմ նախկինում հանրապետական եղել է։ Պարոն Էդգար Ղազարյանը, Պարոն Հարություն Մնացականյանը հայտնի հանրապետական կուսակցության անդամ է։ Պարոն մի խոսեք տեղից։ Պարոն Էդգար Ղազարյանը ընդհանրապես երևի աշխարհի ամենահայտնի հանրապետականն է, սպայի դրությամբ են իրեն հայտնի ելույթով, որ մենք հանրապետականն ենք հզոր անպարտելի ուժ։ Պարոն Անուշավան Մանուչարյանի հայրը Բերդ համայնքի նախկին ղեկավարն է, եթե չեմ սխալվում, էլի հանրապետական, ճիշտ է։ Պարոն Շիրազ Մանուկյանը հանրապետականի Երիթևի նախկին անդամ է, ճիշտ է, պարոն Հարություն, դուք կապ ունեցել եք հանրապետ։ Այս մեկը փոստ էր։ Պարոն Թամրազյան, մի խոսեք տեղից։ Պարոն Վրույր Այվազյան, դուք կապ ունեցել եք առնվազն, չեք ունեցել, ես էլ է, զարմանալի դեպքի, դե պարոն Մամիկոն Ասլանյանին եկանք, պարոն Մամիկոն Ասլանյանն է բոլորդ է գիտեք, հանրապետական կուսակցության անդամ, խորհրդի անդամ եւ այլն։ Հարգելի գործընկերներ, ֆիքսեցինք, որ դուք հանրապետական կուսակցություն, ասեք խմբակցության կեսից շատի անունը տվեցի, ներկայացրի, որ կապ ունեն, երկու դեպքում ասեցի կարծեմ, մնացածը ասեցի հաստատ, երկու դեպքում ասի կարծեմ, եթե կա պարզաբանում կտակ ես կասեմ, որ սխալվում է, հարգելի գործընկերներ, ես պարոն Ղազարյան, նստեք ձեր տեղը նախ։ Պարոն Ալեքսանյան, ձեզ հուշում են տալի, Արամ Վարդևանյան պետք է ասեիք, չեք ասե։ Վերջապես, իհարկե, պարոն Վարդևանյանը, այո, եւ իհարկե պարոն Վարդևանյանը միանշանակ։ Հարգելի գործընկերներ, ֆրակցիայի կեսից շատի անունը տվեցի, հետեւաբար դուք հանրապետական կուսակցությունն եք, դրա նոր ներկայացումն եք, ասում եք նոր ուժ եք, շատ լավ, դուք նոր հանրապետական ուժ եք,
որ ձեր ուզածով էլ լինի եւ իրականությանն էլ համապատասխանի։ Եվ այսպիսով, երբ որ ասում եք երրապատերազմի կուսակցությունն եք, բյուջեն, պարտքը, բա ձեր իշխանության տարիներին հարգելի գործընկերներ, այդ պարտքը տենց ձեզ չէր անհանգստացնում։ Օրինակ որ 7 միլիարդի պարտք էի կանում, բայց օրինակ պարոն Ասլանյանի ղեկավարած քաղաքում երևի 2 հատ ասֆալտապատ փողոց կար, այնը սովետներ ասֆալտապատել։ Այդ ձեզ չէր անհանգստացնում, այդ 7 միլիարդի պարտքը։ Մեկ գնացեք Վանաձոր, մեկ տեսեք այդ քաղաքը ոնց է վերափոխվում։ Ձեզ չէր անհանգստացնում, դե պարոն Դարփինյանի հոր ժամանակահատվածն էլ հետը։ Ձեզ չէր անհանգստացնում, բայց այդ պարտքը որ աճում էր, բայց քաղաքը նույն ցեխի մեջ կորած էր։ Դուք ցեխոտ փողոցների կուսակցություն։ Ստեղից խոսում են սոցիալական բաներից, ասում են, աղքատությունը։ Քանի միլիոն, քանի 100,000 մարդ է ձեր իշխանության տարիներին արտագաղթել Հայաստանի Հանրապետությունից։ Քանի 100,000 մարդ է արտագաղթել ձեր իշխանության տարիներին։ Այդ Քոչարյանինն է հետն եք ասում քո։ Մենակ իրանց շատ չէ, չի կարելի։ Ես չեմ պահում, վերեմ։ Հարգելի գործընկերներ։ Բայց ձեզ էլ չի կարելի։ Պարոն Մխիթարյան, հարգելի գործընկերներ, պարոն Մխիթարյան, տեսեք ձեր գործընկերներն են ձեզ ասում, որովհետև կարգը որոշվել է, որ պահում ենք, չէ՞։ Դե այդ դեպքում լսեք գոնե ձեր խմբակցության քարտուղարին եւ մի ընդհատեք։ Ամբիոնից կգաք, խոսեք։ Համեցեք։ Հարգելի գործընկերներ։ Եղոյան, պարոն Եղոյան, ձեզ էլ է վերաբերվում։ Կապ չունի, թվային տվյալ եք ասում, թե այլ տվյալ եք ասում։ Խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն, ես կխնդրեմ մենակ վերջում մի քիչ ավել խոսամ, որտեղ այս խմբակցությունն էլ մեր խմբակցությունն է ցավոք սրտի ինձ ագին խանգարեցին։ Հարգելի գործընկերներ, սոցիալական բանից եք խոսում։ Այդ ի՞նչ սոցիալական բանից եք խոսում։ Թոշակը 16000 դրամ թողել գնացել են։ Այդ թոշակը սարքել են 56000 դրամ բոնուսային բանով։ Ասում եմ թոշակը բարձրացել է ընդամենը 20%-ով։ Այդ ի՞նչ մաթեմատիկայով եք հաշվում, որ 20%-ով է բարձրացել։ Այդ որ մաթեմատիկայով է 20%։ 16000-ը որ դառնում է 46 ու պլյուս եւս 20%-ի հնարավորություն, դա դառնում է 20%։ Այդ ի՞նչ մաթեմատիկա է։ Պապ Վարմանյան, դուք էլ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի տեխնացուն եք։ Այդ ո՞նց է տենց ելնում։ Դուք ցածր թոշակների կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Ցածր 16000 դրամ, այն որ ասում է կարակ 60000 դրամով ապրեք։ Բայց փորձել եք 18 թվին 16000 դրամով ապրեք։ Բա փորձեիք, բա ինչ չեք փորձել, հարգելի գործընկերներ։ Ասում է երրապատերազմի կուսակցությունն եք։ 16 թվականի ապրիլյան պատերազմը որ եղավ։ Պետք է հիշեք հետո նաև ձեր հետ կապ ունեցող Կարեն Կարապետյանը ինչ ասեց։ Տանկերում բենզինի եւ դիզելի մնացածի հետ կապված։ Կարեն Կարապետյանն էր, պարոն Վարդևանյանի ղեկավարը, մոտ պարոն Վարդևանյանը օգնական էր, ես չէի։ Եղոյանը չէր նույնիսկ, սենց ասեմ, ահա։ Ոչ ես էի, ոչ Եղոյանը։ Կարեն Կարապետյանն էր։ Ասես տանկերի մեջից բենզինը չկար, գողացած էր։ Հետևաբար դուք տանկերի մեջից գողացած բենզինի կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Երբ որ դուք թողեցիք իշխանությունը, այսինքն դուք չթողեցիք, ժողովուրդը վերցրեց իշխանությունը վերջապես ձեզնից հանրապետականներից իշխանությունը, հարգելի գործընկերներ։ Հայաստանի զինված ուժերում գիտեք ինչ վիճակ էր։ Դուք գիտեք ինչ զենքեր էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Եթե այդ զենքերի մեծ մասը կարելի լիներ մետալալոմ անվանել, դա շատ, ինձ թվում է շատ տենց դրական մի բան կլիներ, հարգելի գործընկերներ։ Հետևաբար դուք մետալալոմը բանակ բերած ու զենքի տեղ խուրդած կներեք 1000 ներողություն այս բառի համար կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Եվ վերջապես, հարգելի ընկերներ, ես այստեղից խնդրեցի, որ Տիկին Ղահարամանյանը չօգտագործի խմբակ բառը, վերևից խնդրեցի։ Որովհետև անկեղծ եմ ձեզ ասում, ես չեմ ուզում ամեն անգամ գամ այստեղ կանգնեմ, ասեմ քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, փոքր-ինչ ավելի մեծ փոքրիկ խմբակ եւ փոքր-ինչ ավելի փոքրիկ խմբակ կուսակցություն։ Անկեղծորեն եմ ասում, չեմ ուզում դա անեմ, որտեղ սա լավ տեղ չի տանելու։ Էնպես որ խնդրում եմ դա չանել։ Ու ամենավերջում, հարգելի ընկերներ, եւ ամենավերջում, հարգելի ընկերներ, դուք ասում էիք ու խոստանում էիք, որ դուք ունեք հաջորդ վարչապետ, դուք վերցնելու եք իշխանությունը, դուք բերելու եք վարչապետ, բայց ձեր վարչապետի թեկնածուն որպես այդպեսի, միջև հիմա նույնիսկ չի հրաժարվել իր երկու քաղաքացիություններից, միջև այս պահը չի հրաժարվել։ Դուք
խոստանում եք, որ դուք ոչ մի կապ չունեք Քոչարյանի դաշինքի հետ, բայց դուք մտել եք խորհրդարան ու դուք առաջին օրվանից գերսինխրոն աշխատում եք իրար հետ։ Հիմա եթե ուզում եք մեզ համոզել, որ եթե հանկարծ դուք ստանայիք մեծամասնություն երկուսով սինխրոն չէիք աշխատելու, չգիտեմ մեզ ինչի տեղ եք դնում, հարգելի գործընկերներ։ Ակնհայտորեն դուք միասին եք աշխատել ու ակնհայտ է, որ ձեր իրական տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն էր լինելու։ Շնորհակալություն։